Առանց հապկի դուք կյանք չունեք։ Դե մենք հիմա առանց հապկի ենք ապրում։ Բայց իրենք պնդում են, որ շնչում արտաշնչում դուք տեղյակ չեք, որ հապկի շնորհիվ հայտնի անեկդոտի մեջ է, ասում է Բալիկ ջան, բան արի տուն, ասում եմ սոված եմ, թե քունս է տանում։ Մենք վաղուց այդ բանից դուրս ենք եկել կարգավիճակից, եւ մենք գիտենք, մենք սոված ենք, թե մեր քունն է տանում։ Այդուհանդերձ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրանք էլ պետք է ինչ-որ տրանսֆորմացիայի ենթարկվեն։ Եվ ենթարկվում են ըստ էության, որտեվ Ռուսաստանը ինքն էլ է հասկանում, որ տրանսֆորմացվում են եւ չեն կարող չտրանսֆորմացվել, որտեվ նորից եմ կրկնում, եւ գետնի վրա են ապացուցվել տարբեր բաներ, որ աշխատում են թե չեն աշխատում, եւ երկրորդը մենք շատ թափանցիկ ենք եղել այդ առումով, մենք որևէ բան դռների հետևում նույն Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի շատ թափանցիկ ա եղել։ Եվ այո, Ռուսաստանն էլ չի տեղափոխվելու իր տեղից, մենք էլ մեր տեղից չենք տեղափոխվելու, բայց հարաբերությունները նախկինի պես չեն կարող լինել եւ մենք դիվերսիֆիկացնում ենք նրանք եւ նաեւ վերաբերմունք կա ի պատասխան այն վերաբերմունքի, որ մենք ենք ստացել Իրանից եւ ես շատ հաճախ եմ ասում, եթե ռուս մեր գործընկերները ինչ որ խնդիրներ են փնտրում հայ-ռուսական հարաբերություններում, ապա առաջինը եւ շատ երկար ժամանակ պետք է նայել հայլու